Ինչպես բուժել նևրոզը, այսպես հարցնում են ինձ, երկրորդ նախադասությունն է բարևից հետո հարցականով, բժշկուհի ջան, եւ ակնկալում են երևի խորհուրդ, շատերը նույնիսկ ուղղակի հարցնում են, ինչ խորհուրդ կտաք, որ նևրոզս բուժվի։ Հարգելին, այս նևրոզը մի օրում չի առաջանում, գիտեք, որ այն երկարատև կոնֆլիկտային իրավիճակից հետո է առաջանում, կարող է լինել տարիներ ու մարդու մոտ արդեն զարգացել է այն նևրոտիկ խանգարում, ճիշտ տերմինով խոսենք, բայց եւ կարող է լինել սուր սթրեսային իրավիճակից հետո։ Ինչևէ, անցնենք բուժմանը, ուրեմն որ դուք ինձ լսեք եւ կատարեք այս կետերը, ես վստահաբար եմ ասում, ձեր նևրոզը կբուժվի։ Ուրեմն առաջին դիմել ճիշտ մասնագետի։ Ճիշտ մասնագետը բժիշկ հոգեթերապևտն է։ Ոչ սրտաբանն է, եթե ունեք սոմատոֆոր խանգարում, ոչ գաստրոենտերոլոգը, ոչ հատկապես ոչ նյարդաբանը, խնդրում եմ, մի արեք դա։ Շատ սիրում եմ նյարդաբաններին, բայց իրենք նևրոտիկ խանգարում չպետք է բուժեն։ Առաջին մասնագետ ընտրելն է եւ ձեզ համապատասխան, որովհետեւ այո, կան շատ հոգեթերապևտներ, բայց դուք օրինակ ձեր, ոնց ասեմ, սիրտը քաշում է այս մեկին։ Երկրորդ կարևոր բանը, ուրեմն զինվել համբերությամբ, որովհետեւ նևրոզը մի օրում, մի շաբաթում, մեկ ամսում չի բուժվում, այն բուժվում է ամիսների ընթացքում, որովհետև ինչպես վերը ասացի, չէ առաջանում է 1-2 օրում, այլ առաջանում է ամիսների ու տարիների ընթացքում։ Եվ հետեւաբար գլխուղեղին ժամանակ է պետք, հարգելիներս, ու համբերությունը այստեղ շատ կարևոր դեր ունի։ Եվ երրորդը համագործակցություն բժշկի հետ, այսինքն երբ որ ես ասում եմ, հարգելիներս, ձեզ պետք է այս դեղը կամ այսքան ժամանակ խմել, սենց անել, նենց անել, այս կողմնակի էֆեկտից հետո սենց անել, կամ սեանսներ ունենալ յուրաքանչյուր շաբաթը 1 կամ ամիսը 1 կամ 3 ամիսը, եթե համագործակցում եք բժշկի հետ, համոզված եղեք տանուլ չեք տալու այս կռիվը։ Էլ ինչա պետք։ Այսքանը, պարզ է, չէ՞։